Ընդհանուր առմամբ, եթե մեկ բառով բնութագրեմ, քաոս է Հայաստանի Հանրապետությունում, քաոս բոլոր առումներով։ Երևի երկրում աշխարհում չկա այսպիսի մի երկիր, որը կոնկրետ կենտրոնացած լինի հոգևորականների վրա, ոտնատակ տալով ամեն մի սրբություն։ Կրոնը, որ ամբողջ երկրով մեկ, բոլոր ազգերը պաշտել են իրենց կրոնը, հիմա տեսնում ենք մի անհավանական բան, որ այս իշխանություն կոչվածը ոտնատակ է տալիս անգամ կրոնը։ Ցավալի երևույթ է այս մեր ազգի համար, որովհետև այս ինչ կատարվում է, այս հոգեբանորեն ազդում է յուրաքանչյուրիս վրա։ Այս կոնկրետ ես այս հոգեվիճակի մեջ կորցրել եմ իմ որդուն, կորցրել եմ Արցախը եւ հիմա կորցնում ենք մեր քրիստոնեությունը, մեր կրոնը։ Չգիտեմ, ամեն դեպքում նորմալ հայի համար սա աննորմալ երևույթ է, քաոսը մեր երկրում տիրում իրականում եւ արդեն 4-րդ հոգեվորականը ու ցավոք սրտի պետք է նշեմ, որ այս դատավորը, ով այսօր արդեն կալանքի որոշում կկայացնի, իհարկե դրական չի լինի, բացասական արդեն 4-րդ հոգևորականին, եթե չեմ սխալվում, ինքն է կալանքի որոշում տալիս կամ 3-րդ, բայց ընդդիմադիր դաշտում շատ են նրա կալանքները, որոնցից նաև իմ ամուսինն է եղել, որ այժմ կալանքի տակ է, չգիտեմ, մի խոսքով շատ վատ իրավիճակ է մեր հանրապետությունում։ Տիկին Գալյան, ինչպես եք տեսնում այս իրավիճակից դուրս գալը, ինչու մարդիկ ժողովուրդը չի համախմբվում, արդյոք սպասել են մինչև 26 թվականի ընտրությունը։ Ուրեմն մարդիկ երևի թե իմ կարծիքով վախեցած են, որովհետև ինչ որ տեղի անտեղի գործեր են կարվում մարդկանց վրա, օրինակ թեկուզ այս գործը շատ անիրատեսական է, անգամ ծիծաղալու, որ դուրս է գալիս, եթե այդպիսի գործ կար, սպասել են 7 տարի եւ 7 տարուց հետո ինչ որ նոր վերաբացել են այդ գործը։ Մարդիկ վախենում են միգուցե, բայց այլ վախենալու բան չկա։ Իմ կարծիքով մենք շատ բաներ արդեն կորցրեցինք ու արդեն հարցը մեր Հայաստանի Հանրապետությանն է, վաղը չգիտես, թուրքը գալու է, անպայման պետք է գա հասնի քաղաքի կենտրոն, որ հասկանան, որ վիճակը լարված է կամ չգիտեմ արդեն վերջն է, այս ամեն օրհասական վիճակի ենք հասնում, չգիտեմ, ես չեմ կարող հասկանամ, այս իրավիճակում ամենավատ վիճակում մենք ենք գտնվում իրականում, բայց եթե ես կամ իմ նման ծնողները իհարկե պայքարում են, պայքարի մեջ են, հասարակ քաղաքացու համար են, որ ոչինչ չի կորցրել, զավակ չի կորցրել, իմ կարծիքով պետքա պայքարի, որ չկորցնի իր զավակին, չկորցնի իր տունը, չկորցնի իր հայրենիքը, Արցախցին երբեք չի պատկերացրել այս 30 տարվա մեջ, որ կարող է դառնա փախստական, թողի իր բնակավայրը, իր բույնը, իր օրանը գա հասնի Հայաստան եւ տեղ չունենա ապրելու, չգիտեմ, սոված ծարավ շատ ենք տեսնում, շատ, չգիտեմ, շատ դժվար իրավիճակ է։ Տիկին աստղ այսօրվա գործընթացները, իշխանությունը մեկնաբանվում է որպես եկեղեցու դեմ արշավ, սակայն իշխանությունները մասնատուր Փաշինյանը խոսում են նորոգման գործընթացի մասին, եկեղեցու ինքնամաքրման նորոգման։ Դուք որպես քրիստոնյա, դուք տեսնում եք եկեղեցու նորոգման, ինքնամաքրման կարիք։ Գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանի միակ լավագույն բանը, որ այս 7 տարիների մեջ արեց, դա բոլորի երեսը բացելն է, այո, իրական դեմքերը, իհարկե այն հոգևորականները, որոնք այդ 8 հոգևորականը, որոնք հանդիպեցին եւ այն մի քանիսը, որոնք պատարակ մատուցեցին եւ չնշեցին մեր վեհափառի անունը, իհարկե դրանց նմանները չպետք է լինեն եկեղեցում, բայց ինչ վերաբերվում է, որ
իշխանությունը պետք է խառնվի եկեղեցական հարցերին, սխալ է կամ վեհափառը զավակ ունի կամ չունի, իմ կարծիքով վերջերս մեր ծնողներից Ալիսը ճիշտ բան ասեց, ես էլ վաղուց այդ մտքին եմ, որ ավելի լավ է մարդ սերունդ զավակ պարգևի, քան ուրիշի զավակներին տանի ու սպանի։ Իմ կարծիքով իշխանությունը պետք է զբաղվի երկրի անվտանգությունով, մի խոսքով ամեն ինչով բացի հոգևորականների կյանքին միջամտելուց։ Մնացած բոլոր հարցերը հոգևորականները իրենց ժողովներում իրենց հարցերը իրենք կլուծեն։ Սա մաքրել չի, սա, չգիտեմ, թշնամացնել է ավելի շատ մարդկանց հոգևորականներին եւ ընդհանրապես ազգին մեկը մյուսին։